Շարունակվում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ուրախությամբ ներկայացնել մեր գործընկերների պատրաստած տեսանյութերը եւ ել ավելի մեծ ուրախությամբ նշել, որ մեր գործընկերների թիմը, մասնավորապես լրագրողների անդադար համալրվում է նոր լրագրողներով, որոնցից շատերը իհարկե ավարտում են Երևանի Պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը, նրանցից մեկը հիմա մեր տաղավարում է իր ուսանողական ընկերուհու հետ, որովհետև մի հիանալի նախագծի մասին ենք խոսելու, թե ինչպես կարող են ստացած գիտելիքները օգտագործել դեռ ուսանողական տարիների ընթացքում պրակտիկ կերպով եւ ստանալ պրակտիկ փորձառություն, գիտելիքներ, որոնք հետագայում իհարկե կօգնեն աշխատանքում կիրառելու հարցում։ Եվ առասարակ ինչ հետաքրքիր բան է այս կախարդական աշխարհը, որը կոչվում է հեռուստատեսություն։ Եվ այդ ամենի մասին արդեն կզրուցենք մեր տաղավարում մեր հյուրերի հետ, մեր տաղավարում է Երևանի Պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի հեռուստալրագրություն մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողուհիներ Անի Հարությունյանը եւ Նազալի Ավագյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսել։ Մենք նույնպես հեռուստադիտողներին պատմենք հետկադրային գաղտնիքներից մեկի մասին, որ Անին նաև մեր գործընկերն է եւ պատրաստել է բազմաթիվ հետաքրքիր տեսանյութեր հենց առավոտ լուսոյի համար, բայց մինչ կանցնենք այդ փորձառությանը, խոսենք այն պրակտիկ եւ կրթական դասընթացի մասին, որը դուք ուսումնասիրում եք հենց մագիստրոսական ծրագրի ընթացքում։ Երևի թե սկսենք սկզբից։ Առաջին կիսամյակում մենք ուսումնասիրել ենք հեռուստալրագրության մասին պատմող գրեթե բոլոր առարկաները, երկխոսական ձևաչափերը հեռուստատեսությունից մինչև տեսալուսողական storytelling, սովորել ենք ինչպես ճիշտ հարցազրույցներ անցկացնել, ինչպես պատմել մարդկանց շատ պատմություններ, թվային հեռուստատեսություն առարկայի շրջանակում սովորել ենք շատ օրենքներ, որոնք գուցե թե թվան, թե պետք չեն եւ այլն, բայց իրականում մենք գործի ընթացքում հասկանում ենք, որ դրանց իմացությունը շատ կարեւոր է պրակտիկ աշխատանքում կիրառելու համար։ Իսկ արդեն երկրորդ կիսամյակում, որը սկսել ենք մոտ 1 շաբաթ առաջ, ուսումնասիրում ենք հեռուստատեսային գործի կառավարում, վիզուալ նշանագիտություն, որը շատ հետաքրքիր է, սովորում ենք ժեստերի մասին, ժեստերի լեզուն, ուսումնասիրում ենք ձեռագրերը եւ այլն, ու նաեւ ունենք Երևանյան Newsroom խորագրով առարկա, որի շրջանակում արդեն պիտի պատրաստենք հատուկ ռեպորտաժներ։ Հիանալի է։ Հիմա նաև հետաքրքիր է, թե այս ողջ գիտելիքներից, այն պաշարից, որը ձեռք եք բերել այս կիսամյակների ընթացքում եւ դեռ շարունակվում է այս ճանապարհը, որոնք են այն ամենակարևոր առանձնահատուկ կետերը, որոնք կառանձնացնեք մերօրյա հեռուստատեսությունում ըստ ձեզ, որոնք են կարևոր եւ առաջնային։ Անի երևի թե նշեց բոլոր կարևոր առաջնային կետերը, եթե մագիստրոսական ծրագրում ներառված են հենց այն պրակտիկ դասընթացները, որոնք առաջնային են հենց կիրառելու համար։ Կարծում եմ այսօրվա հեռուստատեսությունը մի փոքր փոխում է, չէ, իր ձևաչափը եւ մրցակցություն է առաջանում նոր մեդիայի հետ, սակայն կոնկրետ մագիստրոսական ծրագրի շրջանակում ստացված գիտելիքները այնպիսին են, որ մենք մրցունակ լինենք եւ նոր մեդիայում, այսինքն թվային հեռուստատեսություն ասվածը միայն ավանդական ԶԼՄ-ները չեն, այլ նոր մեդիան։ Եվ ամենակարևորը երևի թե այն փորձառությունն է, որ մենք ստանում ենք նաև հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ, իհարկե շատ կարևոր է նաև ակադեմիական գիտելիքները, ինչքան ուզում են ասեն, հիմա երիտասարդները նախընտրում են, չէ՞, sense կարճ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, 5 տարի ժամանակ չկորցնել եւ այլն, բայց միևնույնն է բուհական կրթությունը ունի կարևոր դեր եւ թեկուս այդ միջավայրը, որ դու մտնում ես, շփվում ես դասախոսների, պրոֆեսորների, գիտնականների հետ, այդ բոլոր գիտելիքները շատ կարևոր են հեռուստալրագրողի մասնագիտության համար, որտեղ հեռուստալրագրողը մարդ է, ով պատասխանատու է ոչ միայն իր խոսքի համար, ոչ միայն ինքն է պատասխանատու, այլև իր լսարանի առջև, հետեւաբար ցանկացած մանրուք, ցանկացած գիտելիք եւ փորձ շատ կարևոր է ու թե գործնական, թե տեսական այդ համադրությունը օգնում է մեզ դառնալ այն մասնագետը երևի, որ պետք է առաջիկայում ավելի պահանջարկ լինի, քան սովորական, ասենք, սոցմեդիայի մեդիաբովանդակություն արտահայտողը։ Միանալով ես էլ ձեր կոչին, որ պետք է գալ, հենց բուհական հաստատությունում կրթություն ստանալ, ոչ թե ինչ-որ հեռավար, տնից ես եմ ինչ, մի 2 րոպե տեղից, մի 5 րոպե ընդեղից ու վերջում, ահա, ես արդեն ավարտել եմ դիպլոմ ունեմ։ Այլ այդ ամեն ինչի միջով այսպես շոշափելով, ապրելով անցնել, ինչ հմտություններ են հարկավոր այսօր հեռուստալրագրող դառնալու համար։ Ես եմ ու ուզում եմ գնամ դառնամ հեռուստալրագրող։
Ինչ է հարկավոր դրա համար։ Կարծում եմ առաջին եւ կարևոր պայմանը այն գիտակցումն է, որ դու աշխատում ես հեռուստա եթերի համար եւ դու պատրաստելու ես մեդիա արտադրանք, որը պիտի եթեր հեռարձակվի հենց հեռուստա եթերով։ Այսինքն, այստեղ պետք է շատ ուշադրություն դարձնել թե կադրին, թե ձայնին, թե տեքստին, թե սցենարական պլանին, ինչպես ես դու կառուցել քո ռեպորտաժը, ձայնի տոնին, ինչպես ես դու կարդում այդ նյութը, ինչ շեշտադրումներ ունես, կարծում եմ սրանք շատ կարևոր են եւ հենց հեռուստալրագրություն մագիստրոսական ծրագրի շրջանակում մենք այս ամենը կարողանում ենք պրակտիկ կիրառել, այսինքն եթե օրինակ մի քանի դասի շրջանակում սովորում ենք թե ինչպես պետք է կադրում աշխատել, ինչպես պետք է տեքստ գրել եւ այլն, հետո կարողանում ենք արդեն գործնականում հեղինակային նյութեր պատրաստել եւ եթե նույնիսկ սխալվում ենք, թող սխալվենք դասի ընթացքում, բայց հետո հեռուստաեթերում ունենանք որակյալ բովանդակություն։ Խոսենք նաև TV Lab-ի մասին, ինչպես է TV Lab-ը օգնում, որպեսզի ստացած գիտելիքները կիրառենք գործնականում եւ ինչ նոր փորձառություն է տալիս ձեզ։ Նկատի ունեք հանրային համագործակցություն չէ TV Lab-ում, այո, շատ կարևոր է։ Իհարկե տեսական սովորում ենք, ամրապնդում ենք, ակադեմիական գիտելիքներ ենք ստանում, բայց այն փորձառությունը, որ դու կոնկրետ ստանում ես գործնական աշխատանքի ընթացքում, քեզ նախ եւ առաջ շատ մեծ վստահություն է տալիս, այսինքն որ խոսքը, չէ, ասում է հավելա մի անգամ փորձես, քան 1000 անգամ լսես, ինչ որտեղ կարելի է վերագրել նաեւ այս իրավիճակին, որովհետև մեր քննական առարկաներից մեկի շրջանակում օրինակ երկխոսական ձևաչափերը մենք հնարավորություն ունեցանք հենց հանրային հեռուստաընկերության մեդիա դեմքերի, այդ թվում Անեջան ձեզ հետ մեր կուրսացիներից մեկը հարցազրույցներ վարել եւ ինքներս բացահայտել մեր մասնագիտության հետաքրքիր կողմերը հենց փորձառու մասնագետների միջոցով, այսինքն կարծես դերով փոխվել էինք ու դա շատ մեծ փորձառություն է տալիս, ինքնավստահություն է ձեռք բերում են հուզական լարվածությունը, որ ոայ եթերում է համեկում ես միայն հանրային հեռուստաընկերությունում ես արդեն հենց լաբում, ինչպես դուք ասացիք, կամաց այդ լարվածությունը թողնում է եւ դու դառնում ես ավելի ինքնավստահ, ավելի փորձառու եւ ավելի պատրաստ հեռուստալրագրող դառնալուն, այսպես ասած։ Բայց կարծում եմ ոչ միայն շփում, այլ նաև հենց այդ փորձը, որ ընթացքում տեսնելով ու ձեռքբերելով։ Իհարկե, ամեն ինչ է Հայտնվելով առաջին ալիքի պատերից ներս, այդ էներգիան ոգեշնչող է դառնում իսկապես։ Միանշանակ այդ ամեն կադրում տարբեր հաղորդումների նկարահանումներին ենք մեկ մասնակցել, սպասիրի, ընտրողական ժողով, երկու աստղ եւ ցանկացած աշխատանք, որ նայում Մեզ ենք։ մոտ չեք եկե։ Ձեզ մոտ արդեն եկել Իսկ մինչ այս չեք եկել։ Ես եղել եմ 2 անգամ որպես հյուր, այն բայց շուտ ասեիք ախր, մենք էլ փոխվենք դրան։ Կատակում եմ իհարկե։ Լավ, առհասարակ ինչ խնդիրներ են բախվում ուսանողները կադրից դուրս կամ կադրի հենց ընթացքում, հաճախ այդ մարտահրավերները, որ ստեղծվում է, ինչն է, որը միշտ կա ու ակտուալ։ Եվ ինչպես եք հաղթահարում։ Ինչպես եք հաղթահարում։ Կարծում եմ, եթե օրինակ փորձենք համեմատել ուսանողին եւ մի քանի տարի հեռուստատեսությունում աշխատող մարդուն, այստեղ շատ տարբերություններ կնշենք, որովհետեւ եթե օրինակ հենց կադրում աշխատելը հեռուստատեսության մարդուն տրվում է շատ ավելի հեշտ, քանի որ կա տարիների փորձ, երկար աշխատանք, ապա ուսանողի դեպքում մի փոքր այդ վստահությունը ինքն իր հանդեպ, ինչպես կներկայանա, ինչպիսի նյութ կստացվի, արդյոք իր այն ամենը, ինչ որ ինքը նախատեսել էր կստացվի թե ոչ, արդյոք ինչ արձագանքներ կստանա, կարծում եմ այս հարցերը միշտ ուղեկցում են աշխատանքի ընթացքում ուսանողներին եւ դե հետո փորձերի ժամանակ արդեն երկար աշխատանքի ընթացքում ստացվում է այն, ինչ ստացվում է։ Խոսենք նաև այն աշխատանքի մասին, որը կադրից հետո է, այսինքն նկարահանումներին անմիջապես հաջորդում է, դա կլինի նաև տեղում օպերատորական թիմի հետ աշխատանքը, մոնտաժային աշխատանքը եւ այն աշխատանքը, որը հետկադրային է համարվում։ Ինչպես է ստացվում ձեզ մոտ, որովհետեւ ուսանողական տարիներին, երբ մենակ եք այդ բովանդակության պատասխանատուն, դուք գիտեք, ինչ երաժշտություն է պետք ընտրել, ինչ տեքստ պետք է ընտրել, ինչպես պետք է մոնտաժել, իսկ հիմա մի ողջ թիմ է աշխատում դրա համար։ Հեշտ է, թե ավելի բարդ է դառնում աշխատանքը։ Ինձ համար պատկերացրեք ավելի հեշտ է, որովհետև երբ որ դու մենակ ես, պատասխանատվությունը ճիշտ է քո վրա է, կադրի հեղինակի նյութի պատասխանատուն դու ես, բայց երբ որ թիմն է աշխատում եւ պրոֆեսիոնալ թիմը, շատ ավելի հեշտ է եւ դու սովորում ես եւ վստահ ես, որ թիմային աշխատանքը շատ ավելի լավ արդյունք է տալու ու իմ կարծիքով, չգիտեմ, Անին ինչ կհամարի, կարծում ավելի հեշտ է։ Հետ հետո օրինակ լինում է այնպես, որ դու քո մտքում այլ կերպ ես պատկերացնում ռեպորտաժը, բայց երբ նստում ես մոնտաժային սեղանի
էկրանին եւ մոնտաժողի հետ սկսում եք հավաքել այն, միասին մտքեր եք քննարկում, փոփոխություններ եք անում, հասկանում ես, որ այո, գուցե այսպես ներկայացնելը շատ ավելի ճիշտ է, ռեպորտաժը ավելի շահում է այս տեսանկյունից եւ միանշանակ կարծում եմ, որ թիմային աշխատանքը շատ կարեւոր է։ Օրինակ բերեմ, մեր քննական առարկաներից մեկը դարձյալ տեսալսողական storytelling, որ նույնպես դասավանդում էր Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներից Տաթև Ախայան, մենք թիմային նախագիծ ստեղծեցինք մեդիա մարդ հեռուստախաղ, ինտելեկտուալ խաղ մրցույթեր, խաղի հաղորդման գաղափար, այսպես ասած, իվներ, սկզբում մտածում էի, թե վայ ինչ դժվար կլինի միայնակ, ես միայն սցենարն եմ պատկերացնում եւ այլն, բայց թիմով կուրսի եւ նաեւ մոնտաժող թիմի հետ շատ ավելի լավ արդյունք ունեցանք, քան ի սկզբանե մտածում էի, որ կլինի։ Այնպես որ կարծում եմ, ճիշտ է, անհատական ձեռագիրը հեռուստալրագրության մեջ շատ կարևոր է, բայց երբ որ միավորվում է թիմը, շատ ավելի հեշտ եւ լավ արդյունք ենք ունենում։ Հիանալի է։ Ախր թեման այնքան հետաքրքիր է, որ մենք շատ ենք ուզում խոսել ու շատ հարցեր կան, բայց ավաղ դուք էլ հաստատ կարիք չկա ասելու, բայց գիտեք, որ ուղիղ եթերում շատ սուղ է ժամանակը։ Բայց որպես վերջին հարց դիտարկենք սա, ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ովքեր որ ցանկություն ունեն կամ ուզում են նոր ինչ-որ առաջին քայլեր անել։ Հեռուստալրագրություն ոլորտ։ Այո, իհարկե։ Նախ խորհուրդ կտամ շատ աշխատել, հենց առաջին կուրսից սկսած, եթե ընտրել են այս մասնագիտությունը, արդեն ընդունվել են համալսարան, փորձեն նաև իրենց տեսական գիտելիքներն օգտագործել պրակտիկա աշխատանքում, պրակտիկաներից առավելագույնը քաղեն իրենց համար ու փորձեն հնարավոր ամեն ինչ, որ հասկանան, թե իրենց որ ոլորտում են ուզում տեսնել։ Ու անընդհատ աշխատել ու հավատալ երազանքներին։ Ահա։ Ես գործի բերումով աշխատում եմ հենց երիտասարդների հետ, ովքեր ուզում են դառնալ լրագրող, մեդիա դպրոց ունենք Ստեփանավանում եւ միշտ խորհուրդ եմ տալիս, որ եթե դուք դրել եք ձեր առջև նպատակ, որպեսզի դառնաք հեռուստալրագրող, պետք է շատ աշխատեք, ինքնակրթվեք պարբերաբար, ձգտեք սովորել բուհում, ձեռք բերել նաեւ պրակտիկ եւ տեսական գիտելիքներ եւ ամենակարևորը հավատալ երազանքներին, որովհետեւ դրանք իրականանալու հավանականություն հաստատ ունեն, եթե դու աշխատասեր ես ու նպատակասլաց։ Շատ շնորհակալություն ձեզ։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Ու շնորհակալություն, որ մեզ հետ սկսեցիք օրը առավոտը կարևոր թեմաների հասցրեցինք փոքր-ինչ, այսպես միասին շփվել։ Ծանոթանալ։ Իրականում, եթե այս ծրագիրը ձեզ եւս հետաքրքրում է, սիրելի հեռուստադիտողներ, կարող եք Երևանի Պետական Համալսարանի սոցիալ-թերթների էջերից ծանոթանալ բոլոր այն կրթական ծրագրերին, իրականում Պետական Համալսարանի բաժինները այնքան առատ են եւ այնքան հետաքրքիր ծրագրեր կան, բայց այս մեկը իսկապես հիանալի համագործակցություն է նաեւ առաջին ալիքի հետ, երբ ուսանողները ունեն այդ փորձառությունը, այս զրույցի վերջում հատկապես ես հիշեցի այն օրը, երբ առաջին անգամ հայտնվեցի Անիենց լսարանում եւ առիթ եմ ունեցել 1 տարով դասավանդելու, այնքան ուրախ եմ, որ իսկապես այս հանդիպումը մեր նաեւ վառօրինակն է, որ պետք է հավատալ երազանքներին, որովհետեւ դրանք կատարվում են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ լավ օր, իսկ մենք շարունակենք մնացեք մեզ հետ։